Էլիզ Մելիքյանը միանում է վերջին զանգը սերիալին, հույզեր, նոր դրվագներ և կյանքի շրջադարձեր։ Հայտնի դարձավ, որ Էլիզ Մելիքյանը շուտով կմիանա Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալին։ Այս նորությունն արդեն իսկ մեծ ոգևորություն է առաջացրել հեռուստադիտողների շրջանում։ Սերիալի ստեղծագործական թիմը հայտնի իր անակնկալներով և սյուժետային շրջադարձերով այս անգամ էլ հեռուստադիտողին չի հիասթափեցնի։ Չնայած դերը դեռևս պահվում է գաղտնիության քողի տակ, համացանցում շրջանառվող լուրերի համաձայն Էլիզ Մելիքյանի խաղընկերը էկրանին կլինի Լևոն Մկրտչյանը։ Այս համագործակցությունը խոստանում է լինել հագեցած հույզերով, բարդ հարաբերություններով, անակնկալ զարգացումներով։ Ինչպիսի կերպարով հանդես կգա Էլիզը, ինչպիսի հարաբերություններ կունենա մյուս հերոսների հետ, արդյոք կմտնի Հենրիի կյանք, այս ամենը դեռ առեղծված է, սակայն մի բան հստակ է՝ Դիանա Գրիգորյանն ու իր թիմը պատրաստել են հերթական անսպասելի շրջադարձը։ Բայց այս շրջանում Էլիզի կյանքում միայն էկրանային իրադարձությունները չէ, որ ուշագրավ են, նրա անձնական կյանքի մի փուլ էլ ավարտին է հասել։ Վերջերս դերասանուհին ինստագրամյան իր էջում կիսվել էր մի լուսանկարով, որն ուղեկցվում էր հուզիչ գրությամբ. «Բարդ փուլ եմ ապրում, բայց չեմ փախչում, սովորում եմ ինձ գրկել առանց բայցերի», գրել էր նա։ Այս խոսքերն իրենց մեջ կրում են ոչ միայն անձնական ցավի երանգներ, այլև հոգևոր աճի, ինքնաճանաչման և ներքին խաղաղություն գտնելու փորձ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Էլիզ Մելիքյանը բաժանվել է իր սիրելիից՝ երաժիշտ Հարութ Ասատրյանից։ Հաստատելով այս լուրը նա գրել էր. «Չգիտեմ ինչքան բնական կարելի է ասել, բայց ուզում եմ կիսվել։ Վերջին շրջանում կյանքումս մեծ փոփոխություններ եղան։ Այլևս ես և Հարութը միասին չենք։ Չկա սկանդալ, չկա սուր պատճառ։ Ուղղակի հասկացանք՝ մեզ համար այլ ճանապարհներ են բացվել։ Ինձ համար շատ բարդ ու խառը փուլ էր, բայց միաժամանակ ինչ-որ տեղ հանգստացնող։ Հիմա առաջին անգամ ապրում եմ առանձին։ Սկզբում վախ կար՝ կկարողանամ, կսովորեմ, բայց ամեն օր սովորում եմ։ Հաճախ հարցեր եմ ստանում, խոսակցություններ են լինում, մեկնաբանություններ, մարդիկ ամեն ինչ ուզում են հասկանալ, վերլուծել կամ դատել։ Բայց ուզում եմ ասել՝ ես հանգիստ եմ իմ մեջ։ Ծնողներս լիովին սատարում են ինձ ու դա ամենակարևորն է։ Գրում եմ սա ոչ թե որ բացատրեմ, այլ որովհետև սա էլ է կյանքի մի փուլ ու ես չեմ ուզում ձևանալ, թե ամեն ինչ միշտ նույնն է։ Եթե դու էլ հիմա ապրում ես բարդ փոփոխությունների մեջ, ուղղակի հիշիր։ Բնական է, բուժվում է ու հետո սկսվում է նոր բան։ Գրառմանն արձագանքել է նրա տատիկը՝ Արամ Մելիքյանի մայրը։ Բալես, իմացիր, որ սխալ թե ճիշտ, միշտ կողքիդ ենք ու սատարելու ենք, եթե ոչ մենք, ապա ով։ Ես հպարտանում եմ քո աճով, ուրախ եմ, որ դու այդքան փոքր, այդքան դժվարություններ տեսած աղջնակ կարողանում ես ձգտել լավագույնին։ Քեզ նորանոր հաջողություններ։ Անմակարդակ չարախոսներին մի նկատիր, Տերը նրանց ողորմյա։ Դու ոչ ոքի ոչինչ չունես ապացուցելու, քայլիր առաջ, հարթ թե քարքարոտ, հաղթահարիր, մենք քեզ հավատում և վստահում ենք։ Դժվար պահերի մասին խոսելն անկեղծություն է պահանջում։ Այս խոսքերն իրենց մեջ կրում են ոչ միայն անձնական ցավի երանգներ, այլև հոգևոր աճի, ինքնաճանաչման և ներքին խաղաղություն գտնելու փորձ։ Իսկ Էլիզը դրանում օրինակելի է։ Նա բացահայտ կերպով խոսում է իր ապրումների մասին, չթաքցնելով վախերը, բայց նաև ցույց տալով, որ պատրաստ է հաղթահարել ամեն բան, մի քայլ առաջ շարժվելով։ Հիմա առաջին անգամ ապրում եմ առանձին։ Սկզբում վախ կար՝ կկարողանամ, կսովորեմ, բայց ամեն օր սովորում եմ, գրել է նա։ Եվ հենց այս ժամանակ է, որ արվեստը դառնում է և ապաստան, և ուժի աղբյուր։ Ահա թե ինչու Էլիզի միանալը Վերջին զանգին այդքան խորհրդանշական է։ Այն ոչ միայն նոր էտապ է նրա ստեղծագործական ուղու մեջ, այլ մի նոր դուռ սեփական ներսի վերածննդի համար։ Տատիկի խոսքերը միայն ընտանեկան ջերմություն չեն արտահայտում, այլ ամբողջ հասարակության այն վերաբերմունքը, որ ունի Էլիզի նկատմամբ, մի աղջիկ, որը քայլում է բաց ճակատով, խոսում է ճշմարտությամբ ու չի վախենում լինել զգայուն։ Թե ինչ ճանապարհ է սպասվում նրա հերոսուհուն Վերջին զանգը հեռուստասերիալում և ինչ հուզումներ է պատրաստել Դիանա Գրիգորյանը, կիմանանք շատ շուտով, բայց մի բան հաստատ է՝ Էլիզ Մելիքյանի մուտքը սերիալ խոստանում է նոր խորություն, բարդ հույզեր և բարձրարվեստ ներկայացում։ Նա հիմա վերածնվում է ինչպես կյանքում, այնպես էլ էկրանին։
Նշենք, որ 2023 թվականին հայտնի դարձավ, որ հաղորդավար և պրոդյուսեր Արամ Մելիքյանն ու նրա կինը Լիլիթը իրենց ընտանիք բերեցին 17-ամյա Էլիզային ու 14-ամյա Ստելլային։ Իսկ թե ինչու որոշեցին նրանք որդեգրել աղջիկներին, պատմել էին Բրավո AM-ին տված հարցազրույցում։ 2011-ին Լիլիթն ասաց միշտ երազել է սեփական երեխաներից բացի ուրիշներին էլ մերը դարձնել։ Այդ միտքն այնքան դուրս եկավ, բայց մնաց արխիվում, մինչև տարիներ անց իրականացրինք։ 2016-ին մեր ընտանիքում բավական դժվար փուլ եղավ։ Լիլոն 5 ամսական հղի էր, բայց կորցրինք փոքրիկին։ Դրանից հետո նման մի դեպք էլ եղավ ու որդեգրման միտքը նորից ծագեց, բայց չէի ցանկանում, որ դա լրացնի այն մյուս բացը։ Սպասեցինք, այդ էջը փակվեց և 2020-ի համավարակի օրերին նորը բացեցինք։ Բավական ազատ ժամանակ ունեինք, որ միասին անցկացրինք, զգացինք, թե որքան լավ բան է ընտանիքը։ Այդ ընթացքում 2 որոշում կայացրինք՝ զարգացման կենտրոն բացել ու երեխա որդեգրել։ Արամ Մելիքյանի կինը Լիլիթն էլ պատասխանել է. «Մինչև ամուսնանալը երևի ֆիլմերի ազդեցությամբ էր նման միտք առաջացել, իսկ հետո ընկերներ ունեինք, որոնց երեխային հաճախ էի պահում։ Զգացի՝ կարող եմ ուրիշի երեխային սեփականի պես սիրել, դրա համար էլ համոզված էի կկարողանանք»։ Արամն էլ շարունակել է. «2021-ին արդեն որոշել էինք թղթերը տալ քաղաքապետարան, բայց մի դեպք եղավ, որը բեկումնային դարձավ ինձ համար, ինչի մասին կպատմեմ։ Այդ ընթացքում զանգ ստացա մի հիանալի կենտրոնից, Նագաշյան սոցպատասխանատու տիկին Գայանեն հրավիրեց իրենց միջոցառման հաղորդավարը լինել։ Երբ իմացա կենտրոնի գործունեության մասին, սիրով համաձայնեցի անվճար վարել, այդպես էլ նախատեսել էին, քանի որ գումար չունեին, խոստացա հետս երգիչներ էլ տանել։ Կենտրոնում իմացա, որ այնտեղ ծնողներ չունեցող երեխաներ էլ կան։ Հենց Ստելլային տեսա, անբացատրելի բան զգացի, այն ժամանակ դեռ չգիտեի, որ քույր էլ ունի։ Լիլիթի հետ ամեն ինչ քննարկեցինք, բացատրեց, որ չենք կարող էմոցիոնալ որոշում կայացնել, այն ամբողջ կյանքի համար է։ Երբ պարզվեց, որ Էլիզան 16 տարեկան է, բարձրաձայն ասացի՝ պատրաստ չեմ մեծ աղջիկ ունենալ, տղաները սիրահարվելու են ու գան ինձ հետ հանդիպելու, աշխատողներն էլ ծիծաղեցին։ Լիլոյի որոշումն է եղել, որ երկուսին էլ որդեգրելու ենք։ Էլիզային հանդիպելուց հետո նրան էլ սիրեցի ու վստահություն ունեցա, որ ամեն ինչ կստացվի։ Լիլիթն էլ նշել է, որ պատկերացրել է, որ փոքր երեխա պետք է որդեգրենք։ Մեծի դեպքում պատասխանատվությունն ավելի շատ էր թվում, բայց հասկացանք՝ ոչ մի տարբերություն էլ չկա։ Արամը պատմել է. «Հավաքվել էինք իմ ավագ ընկերների հետ, որոնց մեծ մասը ջրագնդակի մասնագետներ են։ Այնպես ստացվեց, որ իմ մտքով կիսվեցի նրանց հետ ու իմացա Սերգեյն արդեն 6 տարի է տղա ունի որդեգրած։ Հետաքրքրվեցի, թե ինչպես է որոշումը կայացրել և շատ յուրահատուկ միտք ասաց։ Մի օր կորած էի ու Աստված ինձ որդեգրեց, նույն բանն էլ ինքս արեցի։ Նման բան ինձ հետ էլ է եղել, այդ պահին նույն զգացումն էլ ես ունեցա։ Բավական աստվածապաշտ մարդիկ ենք, փորձում ենք, որ մեր ապրածն Աստծո կամքով լինի։ Այն ժամանակ Լիլոյի միտքն էի կիսում, հետո այն իսկապես իմը դարձավ»։